1, 2, 3, 4 5, 6, 7, 8
Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, բեմադրիչ Մերի Մարգարյանին եւ դերասան Նարեկ Բաղդասարյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար, ուշադրության համար մեր թատրոնի հանդեպ եւ արդեն շատ ուրախալի է, որ սկսել են նորից մշակութային ակտիվ կյանք է սկսվել, որովհետեւ իսկապես մշակութային պատերազմը զինադադար իրավունք չունի ունենալ։ Եվ մենք այսօր խոսելու ենք համազգային թատրոնում սպասվող պրեմիերայից, մեր այսօրվա հանդիպման առիթը հենց պրեմիերան է, ինչպես նաև կանդրադառնանք թատրոնի առաջիկա ծրագրերին։ Տիկին Գրիգորյան փաստորեն ամերիկացի նշանավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ գրող Վուդի Ալենի 85-ամյակի առթիվ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմ կբարձրանա հեղինակի Ճախրող լամպը պիեսը։ Կխնդրեմ մի փոքր ներկայացնեք, հա։ Ես ավելի շուտ կխնդրեմ, որ բեմադրիչը ներկայացնի Մերի Մարգարյանը, բայց կուզեի ասել, որ իհարկե սկզբում ընտրվել է պիեսը, հետո արդեն ուշանալու պատճառով, այս կորոնավիրուսի պատճառով նոր համընկել է 85-ամյակի հետ։ Բայց քանի որ հենց մենք դերասաններն ենք երկուսով էլ Մերի Մարգարյանի, թող նա ներկայացնի ստեղծագործությունը եւ ինչի անդրադարձել։ Ներկայացրել ենք Վուդի Ալենի Ճախրող լամպը գործը։ Վուդի Ալենի Ճախրող լամպը գործը ունի շատ ինքնակենսագրական տարրեր, նշեմ ամենակարևորը, որ ընտանիքի մասին է, այդ պատճառով ինձ թվում է ինքը կհետաքրքրի հանդիսատեսին, ես նախ եւ առաջ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, որ հանդիսատեսին արդյոք հանդիսատեսը կամ հասարակությունը ունի պահանջարկը ներկայացման, ունի պահանջարկը այդ գործի ու կարծում եմ, որ այն խնդիրները, որոնք կան պիեսում, կան նաև մեր հասարակության մեջ, այդ իսկ պատճառով ընտրել ենք հենց այս գործը, ներկայացումը ընտանիքի մասին է, ընտանիքի խնդիրների, տղայի մասին գլխավոր, ով ունի երազանք ու ում երազանքին փորձում են խանգարել ընտանիքի անդամները, ասելով, որ պետք է կյանքում լիներ ավելի իրատես, որովհետև տղան ցանկանում է դառնալ հրաշագործ։ Եվ կա մի շատ սիրուն մեսիջ, որ ասում է երազել դեռ չի նշանակում ստանալ։ Գլխավոր հերոսը Փոլը, որ Նարեկ Բաղդասարյանն է խաղում, հանուն իր երազանքի անընդհատ գործում է, եթե ամբողջ ընտանիքը եւ հետո եկած նաեւ մյուս հերոսները միևնույն է իրենց երազանքի հետևից չեն գնացել, որովհետեւ համարել են ոչ ռեալ, որովհետեւ չեն գործել հանուն երազանքի, երևի այս տղան, որ ամենաերկչոտ, կակազող, այդպիսի մի տեսակ է, ամենակամքի դրսևորման փայլուն օրինակն է եւ ինձ թվում է շատ հրաշալի օրինակ է նաեւ մեզ համար այսօր, նաեւ հիանալի օրինակ է դառնում մայրիկի համար, որովհետեւ ես եմ մայրիկը այս ներկայացման մեջ Փոլի եւ հետո եւ մայրիկին է նաեւ փոխանցում ուժը ու մայրն է հասկանում, որ երազել դա չի դեռ նշանակում ստանալ ու հանուն երազանքի պիտի այո ուժ ունենալ եւ առաջ տանել, ինչը վերաբերում է նաեւ մեզ, մեր հայրենիքին, մենք տերն ենք մեր հայրենիքի անկախ ամենից, մենք առաջնագծում ենք, մենք մեր արվեստի, մեր հրաշալի զինվորների իրենց գծերում եւ ոչ ոք իրավունք չունի թուլանալ։ Շնորհակալ եմ, խնդրեմ դուք էլ անդրադարձեք, նշվեց, որ սա կամքի դրսևորման պատմությունը եւ ինչ որ ձեւով նաեւ մեր այսօրվա առօրյային է առնչվում, դուք կերպարը ներկայացնելուց ինչ շեշտադրումներ եք ուզում առանձնացնել։ Չգիտեմ ճիշտ ինչ շեշտադրումներ եմ ուզում առանձնացնել, բայց շատ կարևոր խոսք կա Նարինեն ասաց, որ ցանկանալ դեռ չի նշանակում ստանալ եւ այդ խոսքը եթե ավելի լայն բանով նայենք, օրինակ եւ մեր երկրի համար եւ ընդհանրապես առանձին անհատի համար դա այսինքն մենք սովորություն ունենք ուղղակի ցանկանալ ինչ-որ բաներ, բայց գործ չենք անում, սովոր չենք գործ անել, նստում ենք ու ցանկանում ենք, բայց իմ կերպարը այդ տեսակը չի, իհարկե այդքան, ինքը անընդհատ ինքը սիրահարված այդ գործին, հրաշագործությանը, այս դեպքում աճպարարությունը ճիշտ չի հնչում, ինքը անընդհատ փորձում է կատարելագործվել, բայց քանի որ խնդիր ունի, մի քիչ վախվորած է արտաքինից գոնե, բայց կամային հատկանիշները, իր կամային հատկանիշները իրականում ավելի ամուր են, քան օրինակ իր ծնողներին կամ ներկայացման մնացած գործող անձանց
եւ ինքը իր միջոցով օրինակ մայրը կարողանում է այդ պատը կոտրել, բայց պատ չունենք ներկայացման մեջ, տենց իրական պատնեշը կոտրել եւ ինքն էլ դեպի ոչ թե իր երազանքը ինքը քանի որ հայրը մայրը ընտանիքի գրեթե բոլոր անդամները իրենք ճիրականացված իրենց ճիրականացված երազանքների զոհերն են, այսպես ասած, եւ իմ միջոցով մի քիչ կարողանում են դեպի ինչ ասեմ, ես չգիտեմ, դեպի լույս աշխարհ դուրս գալ, այսպես ասած։ Այստեղ նոր Նարեկը ասեց պատերի մասին ու այդպիսի հումոր, որ մենք ներկայացման մեջ մի քիչ խոսեմ ձևից, ստացել ենք ամբողջ տունը, կարծես հանդիսատեսը թաքուն նայում է այս ընտանիքի տան մեջ ու երբ որ ինքը ասեց պատեր չկան, մենք ուղղակի ստացել ենք տան սենյակները ձողերից առանց պատերի ու ամբողջ ներկայացման ընթացքում երևում են բոլոր կերպարները, ովքեր կան, թեկուզ գլխավոր տեսարանը իրենը չի, բայց երևում է թե մյուս կերպարը, ընտանիքի մյուս անդամը ինչ է զգում այդ պահին, ինչով է զբաղված, երբ ընտանիքի մյուս անդամը օրինակ անում է այսպիսի բան։ Կասեք հանդիսատեսը այդ օրը ինչի ականատես է լինելու, դեկորացիաներ, աճպարարություններ, ինչ ենք տեսնելու բեմի վրա։ Համարյա գուշակեցիք, որովհետև փաստորեն փետրվարի 6, 7, 14 եւ 27 ունենք պրեմիերա, այդպես ենք վերսկսում մեր թատերաշրջանը 29-րդ եւ ասեմ, որ շատ լավն է մեր խաղացանկի մեջ շատ ուրույն տեղ է զբաղեցնում այս ներկայացումը։ Մենք արդեն հանձնում ենք արել մի փոքր եւ հենց մենք մեզ համար եւ դրա համար հանդիսատեսի կարծիք եմ ասում, որովհետեւ ես ներկայացման մեջ եմ, բայց շատ մոգական մթնոլորտ ունի, շատ հետաքրքիր եւ այդ ձևավորումը, որ Դոգվիլյան, այսպես ասած, ամբողջ տունը կա, սենյակները բոլորը կան իրենց տեղում եւ զուգահեռ ինձ ամենաշատը դա էր դուր գալիս ի սկզբանե, երբ մերին ասում էր իր մտահղացման մասին, անսահման հետաքրքիր է, որ երբ զուգահեռ մայրը գնում է ննջարան ու դու տեսնում ես նա այնտեղ ինչ է անում, երեխան սենյակում փորձ է անում, դու տեսնում ես ինչպես է փորձում, այն մեկ այնտեղ խմում է, այն մեկ այնտեղ փող է գողանում, այդ ամենը զուգահեռ է, ուզում եմ ասեմ, ձանձրանալու պահ չի ստեղծվում, որովհետև անընդհատ գործողություն է բոլոր սենյակներում եւ իհարկե տանից դուրս է գործողություն կա, բայց որ Նարեկը ասում էր մենք ավելի շատ լավ մեր ուժերի մասին խոսեմ, մենք երևի ճիշտ չենք գնահատում մեր ուժերը, ազգովի նկատի ունեմ։ Այ եթե ճիշտ գնահատենք մեր ուժերը եւ ոչ թե ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնենք կամ մեկ ասում ենք մենք շատ հզոր ենք, մենք այսպես մեկ էլ հիմա շատ թևաթափ ենք եղել։ Պիտի շատ հավասարակշռվենք ու լինենք ամեն մեկս մեր դիրքում 100%-անոց։ Հիմա ուզում եմ ասեմ, այս սկսում ենք նոր ճանապարհ եւ իհարկե այն սկսելը շատ դժվար էր եւ երևի մեզ շատ օգնեց մեր հյուրախաղերը Արցախ, որովհետև մենք այդպես վերսկսեցինք մեզ, դրա մասին հետո կմանրամասնեմ, եթե հետաքրքրի, բայց հիմա ավելի մեծ պահանջ կա ինքներս մեզնից, բոլոր օղակներից։ Հիմա ավելի ներողամտություն չկա, իմ մեջ արդեն այլևս չկա ոչ մի օղակի հանդեպ, որովհետև եթե զինվորը պաշտպանել է մեզ եւ այսօր մենք կանք, մենք պարտավոր ենք մեր գործը բոլորս մեր օղակներում, մեր սահմանում 100% անել։ Եվ մերին էլ կեցե, որովհետև ինքն էլ իր գործը եւ մեր ամբողջ կազմն էլ 100%-անոց ենք աշխատել, բոլորին ուզում եմ շատ-շատ շնորհակալություն ասել ու թվարկել դերասաներին, բացի երկուսից, նաեւ Մխիթ Արավետիսյանը, Վարշամ Գևորգյանը, Հարություն Սարգսյանը եւ Միլենա Ղազարյանը։ Շնորհակալ եմ, կխնդրեի դուք մի փոքր նայեք այն տեսանկյունից երիտասարդների հետ աշխատանքը ինչպիսին է եւ երիտասարդներին էլ կխնդրեի ձեր դիտարկումները, որ արդեն փորձ ունեցող ճանապարհ անցած գործիչների հետ եք աշխատում, դա ձեզ համար ինչ որքանով է կարեւոր, ինչ է տալիս։ Նախ ինձ համար որպես գեղարվեստական ղեկավար երևի շատ կարևոր է, որ ավելի ճիշտ բեմադրիչ, այդպես ասեմ, շատ կարևոր է ինչ հետաքրքիր այսօր երիտասարդին։ Ինչն է, որովհետև ես էլ եմ սովորում, որ չկորցնեմ ժամանակի ռիթմը, տեսնեմ ինչն է հետաքրքիր այսօր երիտասարդին, որովհետև ես այնքան ուրախ եմ, որ մեր երկրում շատ երիտասարդներ են գալիս թատրոն։ Հիշում եմ, որ Գերմանիայում թատրոնում նստած էինք ու սպիտակ մազերով մարդիկ էին նստած ու ասում էին
հետաքրքիր է մեզ մոտ որ փառատոն է լինում, հիմնականում երիտասարդներով է լցված։ Ու իհարկե շատ եմ ուզում, որ մեր, այսինքն երիտասարդներն էլ շատ կան թատրոն, այսինքն միշտ իրենց հետաքրքիր լինի, եւ դա էլ նկատի ունենալով մերին հրավիրված էր թատրոն։ Ու ասեմ, մենք օրինակ ես ու Մխիթար ունենք տեսարան կամ ես ու Վարշամը, մենք մտածում ենք, որ դա կանգնած կամ նստած սեղանի շուրջ, ասում ենք, չէ, հատակին պիտի նստեք։ Ասում ենք հատակին, որովհետեւ լուրջ մարդիկ ենք ի վերջո պիեսում, բայց շատ այնքան հետաքրքիր զգացողություն ունի, ճիշտ ժամանակի զգացողություն ունի, տեմպերամենտ, այդ ամեն ինչը շատ ուզում եմ ասել մեզ էլ թափ տվեց եւ իհարկե մենք էլ մի քիչ վերածնվեցինք այս պատերազմից հետո, այս փորձերն մեզ շատ օգնեցին եւ իր կամքի դրսեւորումն էլ շատ։ Այսինքն ձեր դռները բաց են երիտասարդների համար, ես նախորդ ձեր ներկայացումներն էլ դիտարկելով, որ էլի երիտասարդների եք ընդգրկել։ Անպայման, իհարկե, գիտեք ոնց, կարևորը տաղանդավոր մարդիկն են։ Ուզում եմ ասել, շատ լավ խոսք է, քեզ շրջապատիր տաղանդավոր մարդկանց, ու դու քաշվիր մի կողմ։ Հիմա ինձ համար շատ կարևոր է, որ թիմը համալրվի տաղանդավոր մարդկանցով, ինչքան տաղանդավոր մարդ կա, անպայման պիտի այդ հնարավորությունը ստեղծեմ իրենց համար եւ քանիկ դեռ կամ նկատի ունեմ Համազգային թատրոնի որպես գեղարվեստական ղեկավար, որովհետեւ կյանքը շատ փոփոխական է։ Հիշում եմ հենց անցյալ տարի Մամլո Ասուլիսին այստեղ նստած բազում ծրագրեր էի ասում, չէ, 2021 թվականի հետ կապված ու հիմա հասկանում եմ, որ ինչ ասում ենք, պիտի ասենք Աստծո կամոք, եթե լինի, այսպես կլինի։ Դրա համար ուզում եմ ասեմ, քանի կամ եւ որ Աստված տա մեր շենքը լինի, խոստանում եմ, որ որովհետև այնտեղ փոքր թատրոնները, փոքր բեմել ունենք շատ լավը, նախատեսած այդ ամենը հնարավորություն է լինելու տաղանդավոր մարդկանց համար, վստահ եղեք։ Հիմա մյուս տաղանդավորներին խոսք տամ։ Ես ինչ պիտի ասեի։ Դուք եք նայեք այս աշխատանքին այն տեսանկյունից, որ աշխատում եք փորձառու մարդկանց հետ, ինչ եք ստանում, ինչ եք սովորում, ինչ եք անում։ Ճիշտն ասած, ես էլ արդեն բավականին տեսեք, հիմա մենք 10 տարվա տարբերությամբ սենց, այսինքն կարելի ասել 3 սերունդ ենք, էլի, հա, ես մերից եմ 10 տարի մեծ, Նարինեն ինձանից, ուզում եմ, ես էլ հա, չէ, ես աշխատում եմ, ես մերին եմ ուզում մի քիչ գովեմ, էլի, մերին իրականում ինքը շատ տեմպերամենտի մասին ասվեց, բայց ինքը շատ կամային սենց հատկանիշներով օժտված աղջիկ չի, ռեժիսոր է։ Եվ մեզ իրականում ինքը գիտի ինչ է ուզում եւ գիտի ինչպես ստանալ, կան մարդիկ, որ ինչ-որ բան են շատ ուզում, բայց այդ ստանալու ձևը սկսում է քեզ բան անել, մի քիչ նյարդայնացնել, բայց ինքը շատ խորամանկ ձևերով կարողանում է իր ուզածը ստանալ եւ էլ ինչ գովեմ։ Խոսեցինք ինձ համար, սա առաջին ներկայացումն է ու առաջին փորձը թատրոնում ընդհանրապես, որտեղ սա պետք է լիներ իմ դիպլոմային աշխատանքը, որը կորոնավիրուսի պատճառով չստացվեց ու ես ավարտեցի ու առաջին ամենամեծ բանը, որ գալիս է, երբ որ որոշում ես, որ այսինքն երբ որ առաջարկ ես ստանում ներկայացում բեմադրելու արդեն փորձառու դերասանների հետ, դա պատասխանատվության զգացումն է, հայ, բնականաբար սկզբից վախել է գալիս, որովհետև նախ մեկ Նարինե Գրիգորյանը իմ դասախոսն է ու մի ժամանակ ինքն էր ինձ ասում, թե ինչ պետք է անեմ, ոնց պետք է խաղամ ու հիմա ես եմ եկել, վերցրել եմ իրան որպես դերասանուհի ու արդեն ես պետք է ասեմ, թե ինքը ոնց խաղա ու հիմա պտուղներն եմ խաղում։ Այո, ու այդ սկզբից վախեցնում է, բայց երբ որ դու արդեն գիտես ինչ ես ուզում, որ վստահ ես, արդեն դա անցնում է ու սկսվում է շատ լավ աշխատանքը ու բացի դրանից ասեմ, որ մեզ մոտ փորձերի մթնոլորտը շատ հետաքրքիր է անցել ու լավ, այսինքն իրենց փորձառությունը ինձ ոչ թե վախեցրել կամ կաշկանդել, այլ ընդհակառակը օգնել է, որովհետև եթե ինչ-որ բան կար, որ փորձի պատճառով ես չունեի, որովհետև առաջին փորձս է, լրացվել է այդ իրենց փորձառության միջոցով։ Տիկին Գրիգորյան, փաստորեն տարին սկսեցիք Արցախ այցելությամբ, մի փոքր կպատմեք ինչպես անցան այցելությունները, տպավորություններն ինչպիսին էին։
Երևի երբեք այդքան իմաստավորված չեմ զգացել մասնագիտությունս, ինչքան Արցախում հենց այդ ժամանակահատվածում, որ հասկանում ես, որ իսկապես հիշեցնում ես, որ կյանքը խաղ է եւ որ պիտի հիշել, որ կան երեխաներ մեզ հետ, որոնք պիտի չզգան ինչ է տեղի ունեցել, որոնք պիտի ուրախանան եւ դու ես այդ մասնագիտության տեր մարդը, երբ երեխան իր ծնողին ա ուզում ու չես կարող տալ, բայց գոնե կարող ես ուրախացնել ուրիշ հեքիաթով, հա։ Այդպես Սպիտակադյունիկոյի 7 թզուկներն էինք տարել, խաղացինք Ճարտարում առաջին օրը, չէ, հետո Մարտակերտ, Ասկերան եւ ապա Ստեփանակերտում 3 օր։ Հետաքրքիր էր, որ Ճարտար որ գնացինք, Ճարտարում հիմա 3 օրը մեկ են լույս տալիս։ Այնպես էր, որ գիտեինք թե այդ օրն է լինելու, բայց սխալ օր էինք ասել, լույս չկար։ Բայց ստեղծեցին, դվիժոկները միացրեցին, ամբողջ դահլիճը հավաքվեց եւ գիտեք փոխադարձ ուժի փոխանցում էր, փոխադարձ երջանկության փոխանցում էր։ Մենք երջանիկ էինք, որ իրենք կան, որ իրենք վերադարձել են այդտեղ են եւ այդքան պինդ կարճած են մեր հողերից, իրենց հողերից եւ մեր եւ այդ գիտակցության այդ որականատես ես լինում, որ հասկանում ես, որ անհնար է, այդ երջանկացնում է քեզ անչափ, իրենք էլ իհարկե անչափ երջանիկ էին, որ դերասաններ են եկել, ուրեմն կյանք շարունակվում է, ոչ թե բժիշկներ, ոչ թե զինվորներ, այլ դերասաններ, այդ արդեն ուրեմն լավ է։ Այնպես որ հա հետո արդեն Մարտակերտ մի խոսքով իհարկե շատ ուշ հավաքած ենք եկել անկեղծ ասեմ եւ երևի դա եղավ մեզ համար վերելքի մի նոր շրջան իհարկե որովհետեւ նաեւ մեզ մոտ տղաները գնացել էին պատերազմի եւ պատերազմից հետո վերադարձած տղաները նույնիսկ ասում էին ել չենք պատկերացնում որ կխաղանք երբևէ եւ նորից մերին էլ էր առնչվել հենց այդ դժվարություններին ուզում եմ ասեմ մենք շատ հասկանում ենք մեր Վարշամին Գևորգյան ով եկել էր պատերազմից ու պիտի վերսկսեինք փորձերը բայց եւ կեցեն եւ իրենք եւ շատ շնորհակալ եմ իրենց որ գնացին իհարկե հպարտություն է հա եւ շատ շնորհակալ եմ արցախցիներին որ այդքան կպած են մեր հողին եւ այդ գիտակցումը որ կա ու մենք էլ հիմա շատ կպած ենք մեր հայրենիքի տեր լինելու գիտակցությանը եւ դա Աստված տա փաստենք անընդհատ բոլորս ու կարողանանք վարակել նրանց, ովքեր վիրավոր հայրենիքի գիտակցությունից հանկարծ սկսել են հիասթափվել, հանկարծ, չգիտեմ, նույնիսկ այդ միտքը պիտի չլինի։ Իսկ տարվա ընթացքում ունեք պլաններ Արցախ նորից այցելելու։ Այո, անպայման, հա, որովհետև մենք նաև հանդիպում ունեցանք Արայիկ Հարությունյանի հետ եւ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվեցինք, որ հաճախ ենք մեկնելու Արցախ ներկայացումներով։ Նաև շատ մտածում ենք մեր սահմանամերձ գյուղերի մասին, որ ոնց ուզում ենք այցելենք, որովհետև այդ երեխաներն էլ պիտի անմասն չմնան մշակույթից եւ ուրախությունից։ Ուզում եմ բայց շնորհակալություն ասել, որովհետև գիտեք, ուրիշ բան է, որ դու ուզում ես անպայման դա իրականացնել, բայց իրականացնելու համար հանկարծ հայտնվում են մարդիկ, ինչպես ասում է ալքիմիկոսում երբ ինչ-որ բան ես ցանկանում, ամբողջ տիեզերքը գալիս է քեզ օգնության։ Ու անմիջապես մեզ հետ կապվեցին Գերմանիայից ու ասացին, ինչ եք դուք նախատեսել, մենք ուզում ենք ձեզ ֆինանսավորել եւ օգնել եւ այդպես Հայաստան հիմնադրամը Գերմանիա եւ հայ-գերմանական ուսանողական ակումբը Հայքը մեզ ուզում եմ ասեմ դրամահավաք կազմակերպեցին Գերմանիայում, գումար ուղարկեցին ու այդպես ստացվեցին մեր այդ հյուրախաղերը Արցախ, ինչպես նաեւ Արման Նշանյանը օգնեց եւ հիմա նաեւ սահմանամերձ գյուղերն ենք մտածում եւ նորից այդ օգնությունը ունենք, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլոր այդ հայությանը, ովքեր հասկանում էին, որ այս պահին նաեւ թատրոնի այդ գործն է շատ կարեւոր, այդ գիտակցումը, շնորհակալ եմ շատ։ Իսկ Արցախ այցելությունների հետ կապված ձեր պլաններում արդեն կան հստակեցումներ, ներկայացում, ինչ ներկայացումներով եք գնալու, թե դեռ չէ։ Հստակեցում չկա, բայց գիտեմ, որ Արման Նավասարդյանը նույնիսկ պլանավորում էր 3 ամսով գնանք այնտեղ մնանք եւ այսինքն ամբողջ մեր խաղացանք այնտեղ խաղանք։ Նույնիսկ այդպես ենք տրամադրված եւ իսկապես շատ հաճույքով ենք տրամադրված։ Ու ասեմ, գիտեք, օրինակ որ ասում եմ, չէ, որ շատ իմաստավորված էին։ Երեխաներ կային, որ ասում էին պատերազմից հետո չեն խոսացել այդ երեխաները։ Ու հետո ժպտում էին, ու հետո ասում առաջին անգամ ներկայացումից հետո եկավ տուն ու սկսեց խոսել ու պատմել ներկայացումը։ Դրա
համար երևի առաջին անգամ այդքան ասում ենք թատրոնը թերապիա է, մտածում եմ հաճախ մենք ենք որպես արվեստագետ մեզ հույս տալիս չէ, դա էլ է լինում, բայց երևի այդ ժամանակ իսկապես զգացի, որ հոգուց է սկսում առողջությունը եւ այդ առումով պիտի այս ինչպես նաև այդ ճախրող լամպ ներկայացման մեջ կա, որ ուժերի հանդեպ հավատի կորուստը, որը հետո շատ մի փոքր արտաքին հրաշք տեղի չի ունենում ներկայացման մեջ, մի փոքր ճիշտ է շատ ֆոկուսներ կան, շատ, այսինքն որ ուզում եմ ասեմ ամեն րոպե հանդիսատեսը մտածել է, իսկ ինչպես եղավ, սա տեսնես, սա ինչպես է լինում եւ այլն, բայց այն սпасելի հրաշքը, որ թվում է թե սա ընտանիքում բան կփոխվի, ինչպես մենք ենք Հայաստանում մտածում, փայտիկ է պետք որ մի բան փոխվի, դա տեղի չի ունենում, հենց դրանով է պիես հետաքրքիր, որ նման է մեր երկրի վիճակին, բայց տեղի է ունենում ներքին փոփոխություն, որից էլ պարզ է, որ հետո կփոփոխվի այդ իրենց ողջ իրավիճակը, որտեղ փոխվում է ներքում, ներսում իր ուժի գիտակցումը, հասկանալով, որ ինքը կարող է։ Այ ուզում եմ, որ մեր մեջ կա այդ նորից հավատը մեր ուժերի հանդեպ, հանկարծ նույնիսկ բան չլինի եւ Աստված դա, որ այս ներկայացումը, եթե ինչ-որ մեկը ընկճվել է, օգնի նաեւ։ Բայց եկեք արտաքին հրաշքի չսպասենք, այլ հրաշքը ներսից սկսենք, ինչը իհարկե մշակույթը այդ դերը մեծ է մշակույթի։ Շնորհակալ եմ եւ եթե կարելի է տարվա կտրվածքով ձեր ծրագրերը եթե հստակ են նոր ներկայացումներ լինելու են թե ոչ, ինչ ունեք պլաններում։ Իհարկե գիտեք, որ շատ մեծ խնդիրներ կան այս տարի ֆինանսավորման հետ կապված, որովհետև դե կրճատումներ են եղել, մշակույթի տրվող եւ թատրոններից են կրճատումներ եղել, բայց ինչպես ստացվեց այդ մեր հրաշքը, մենք ուզեցինք գնալ Արցախ եւ միանգամից հայտնվեցին մարդիկ, ես ամեն դեպքում պլանավորել եմ ներկայացումներ եւ կարծում եմ եւ նորից կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն։ Հիմա ես պատրաստվում եմ մերի պրեմիերայից հետո սկսել O. Henry, ամերիկյան կարճ պատմվածքների հզոր վարպետ, նովելիստ, որը շատ գեղեցիկ են, 5 պատմվածք են վերցրել, որոնք ինձ թվում է շատ այսօր անհրաժեշտ են, որովհետեւ գիտեք, այսքան ճգնաժամից հետո ուզում ես լուսավոր բան, ուզում ես զոհողության, սիրո, նրբության այդ ամեն ինչի երևի այդ հրաշքը նորից տեսնել բեմում, այդ գեղեցկությունը, մարդկային հարաբերությունների, անձնազոհության, այդ մասին եմ ուզում խոսել այդ ներկայացման մեջ, հիմա ամերիկյան դեսպանատենից ենք սպասում ֆինանսավորման, Գոր Մարգարյանին եմ հրավիրել մեզ բեմադրություն անելու, որովհետև շատ եմ սիրում իրեն որպես բեմադրիչ, կարծում եմ դեռ մի քանի գործերի մեջ ենք ընտրության մեջ եւ դրա համար չեմ կարող ասել, բայց իր համար կդիմենք նախարարությանը եւ իհարկե նախարարությունը նաեւ խոստացել է որ գնանք մարզեր Հայաստանի սահմաններին անպայման նաեւ հյուրախաղերի համար գումար տրամադրել նաեւ Արման Նշանյանն է մեզ մոտ բեմադրություն անելու ինքն է հենց ֆինանսավորում անելու եւ այդպես է շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ որ ինքը մեզ է սիրել ու մեզ մոտ է եկել նաեւ վերսկսել ենք մեր ընթերցանությունները որովհետեւ մենք մի տարի ամբողջ 12 ամիսը ամեն ամիս մի նոր ընթերցանություն նոր ժամանակակից ֆրանսիական պիես ենք ներկայացնում այս տարի ամերիկյան պիեսներ կներկայացնենք կամ նաեւ իհարկե անպայման հայ դրամատուրգների ինչպես Էլֆիկ Զոհրաբյան, Անուշ Ասլիբեկյան եւ այլն մի խոսքով անպայման մերոնց էլ եւ իհարկե ունենք փառատոներ, որոնք հետաձգվել էին, հիշում եք անցած տարի փառատոներ էի խոսում, հիմա մի քիչ ծիծաղս գալիս է ինձ վրա, բայց Սանկտ Պետերբուրգը հիմա տեղափոխել է մայիս եւ եթե ամեն ինչ լավ լինի մայիսին կմեկնենք Դանիել Խարմսի Լուբով ներկայացումով, նաեւ Արմոնո փառատոնի շրջանակներում այդպես Իսրայել ունենք, որ էլի կտանենք մի քանի ներկայացումներ Շնորհակալություն եւ եթե կարելի է շենքի հետ կապված ինչ փուլում ենք Շնորհակալ եմ, որովհետեւ մտածում էի մի կետ շատ կարեւոր կետ կա։ Այդքան սպասում ենք։ Հա, ինձ թվում է իհարկե այս ամենը եւ վարակը եւ այս պատերազմը կանգնեցրին մեր աշխատանքները եւ չգիտեմ թե
որքանով հիմա կկարողանանք, այսինքն նորից արագ վերսկսել, որովհետև մենք պլանավորում ենք, ես ուզում եի ամանորյա ներկայացում արդեն այս տարի այդ բեմում խաղալ, գուցե շատ լավ տեսեի, բայց հիմա շենքը շատ գեղեցիկ պատրաստ է, ուզում եմ ասել նույնիսկ որ գաք տեսնեք, Անրի Վերնոյի փողոցի վրա Թատերական ինստիտուտի կողքը շատ գեղեցիկ շենք է կանգնած, ժամանակակից, մոդեռն այդ շենքերի մեջ ու մենք դեռ կողքով անցնում ենք եւ դա է մեր տխրությունը, բայց դեռ ներսի աշխատանքները չենք կարողանում վերսկսել, մեզ շատ մեր բեյրութահայությունները շատ որ մեծ օգնություն պիտի աներ, բայց հիմա չգիտեմ թե հիմա ով պիտի օգնի, հա, հիմա այդպեսի, չգիտեմ, բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, բայց գիտեք, ամեն ինչ այստեղից է գալիս, այստեղից, ինչպես այդ մասին ասում էի, երբ երազում ես ու գործում ես, անպայման ստանում ես, դրա համար ես շատ լավատես եմ եւ դրա համար էլ ուզում էի բարձրաձայնել, որովհետեւ գուցե լսեն մեզ մարդիկ եւ ուզեն օգնել, որովհետեւ սա նաեւ նախ առաջին թատրոնն է, որ կառուցվում է անկախությունից հետո, երկրորդը հաշմանդամների համար ամեն ինչ հաշվի առնված, այնտեղ վերելակները, նստատեղերը, ամեն ինչ շատ յուրահատուկ թատրոն է եւ շատ կուզենք որ դա լինի, որ եւ մենք Թատերական ինստիտուտը առանձին իր բեմն ունենա, հանգիստ միջդերասանները բեմում փորձեն եւ մենք էլ մեր տարածք ունենանք, որը արդեն ամբողջությամբ մեզնով անենք։ Շնորհակալ եմ շատ ձեր գործային հաջողություն, հուսանք ավելի լավ նորություններով հետագայում շենքի հետ կապված դեռ կունենանք առաջիկայում։ Շնորհակալություն։ Ավարտենք։